Բարի տոնական երեկո, սիրելի հեռուստադիտող, այսօր դեկտեմբերի 31-ն է, ուրախ ենք ձեզ հետ սկսել նախատոնական երեկոն և փոխանցել մեր ջերմ, գունավոր ու լուսավոր տրամադրությունը։ 2026 թվականին հաշված ժամեր են մնացել, ես հուսով եմ, որ դուք ձեր բոլոր կիսատ թողած գործերն ավարտել եք և հիմա պահն է մի փոքր դանդաղելու և իհարկե կենտրոնանալու մեր մտքերի ու երազանքների վրա։ Իսկ հիմա առաջարկում եմ մի պահ մի կողմ թողնել բլինչիկն ու տոլման և ուշադրությունը դարձնել էկրաններին, որովհետև մեր տաղավարում է շատ սիրված դերասան, բոլորի սիրելի բանակումի Մինասը, նույն ինքը Արտյոմ Կարապետյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ 2000-ից մի հատ լավ։ Շատ լավ պատասխան էր դեկտեմբերի 31-ի համար։ Սովորաբար այս օրը չհաշված, ինչպես են անցնում ձեր դեկտեմբերի 31-ի երեկոները, առավոտները։ Երևի մի 20 տարի շարունակ դեկտեմբերի 31-ին ես եղել եմ աշխատանքի։ Այս տարի շատ ուրախ եմ, որ աշխատանքի չեմ։ Դե սովորական։ Իսկ դուք ևս համարում եք, որ ձեր ամենահիշվող և ինչու ոչ հեռուստադիտողի կողմից շատ սիրված դերը եղել է և մնում է բանակումի Մինասի կերպարը։ Չեմ կարող չհամաձայնվել, որովհետև հեռուստադիտողի կարծիքն է։ Կարծում եմ, որ դուք ևս սովորել եք, որ ձեզ միշտ պետք է այդպես ի սկզբանե Շաբաթ Կիրակի գայանել են ասում, օքեյ է։ Գայանել են ասում, շատ լավ։ Բայց ամեն դեպքում Մինաս։ Թող լինի Մինաս։ Մինաս կամ Գայանե, դուք ոնց եք սիրում ամանորը տոնել։ Առհասարակ սիրում եք ամանորը։ Անկեղծ ասեմ, կարող եմ փչացնեմ Հեքիաթը, չէ՞։ Հեքիաթը։ Չեմ սիրում այս տոնը ես։ Ինչու՞։ Ունեմ պատճառներ, ինձ թվում է պետք չի այսօրով պատմել այդ ամեն ինչը։ Չացնել երեխաների տոնը։ Բանն այն է, որ ես փոքր տարիքից արդեն հասկացել եմ, որ այս ամեն ինչը շոու է։ Ձմեր պապը չկա, այս դյունանուշը այն, որ ասում են սիրուն է, սիրուն չէր։ Ու տեղից սկսեցի չսիրել այդ տոնը, հետո եղավ ուրիշ դեպքեր, իսկ ավելի հետո եղավ այն, որ ես նոր տարվա գիշերը աշխատանքի է լինում, իսկ որ երբ որ դու հանգստյան օրերին աշխատում ես, այդ արդեն լավ չի։ Ուր մնաց մի հատ էլ ամանորի գիշերը։ Դուրս չէր գալի, իսկ այս տարի որոշել եմ, հենց վաղը, ես գնալու եմ Սյունիք։ Գնալու եմ Սարերում, այնց տեղ, որ կապ չկա հեռախոսի, բայց ոչ զանգեն, ոչ շնորհավորեն։ Արջ, գայլ ու տենց անմեղ կենտանիներ։ Իսկ ինչու եք այդպես որոշել զուտ, որովհետև սարերն եք շատ սիրում, թե նաև որպեսզի խուսափեք այդ ամանորյա իսկապես խառնաշփոթ իրավիճակից։ Նույն այդ խառնաշփոթը մի քիչ դու շատ սիրուն ես ասում, բայց իմ համար այդ խառնաշփոթը ինձ թվում է ուրիշ բառ կլներ իմ դեպքում։ Ես մեկ-մեկ չէ, արդեն սկսել եմ ուրախանալ հաջորդ սերունդի համար, որ իրենց մոտ էլ չի լինի այդ ամեն ինչը, կտոնեն այս տոնը այլ կերպ։ Ես չեմ ուզում մեղադրել մեր մեծերին, որ նրանք ինչ-որ ձևաչափով են այդ ամեն ինչ արել ու մենք ընկել ենք կրակը, բայց ես նախընտրում եմ, ելնելով եմ փաստից, որ դա ընտանեկան տոն է, լինել քո ընտանիքի հետ, մենակ կամ քո տանը, կամ քո տնից հեռու, բայց ընտանիքի հետ անցկացնել 1-2 օր հանգիստ ու նորից աշխատանքի։ Որքան էլ ասում եք, որ չեք սիրում ամանորը, որովհետև շատ վաղուց բացահայտել եք իրականությունը, բայց ո՞րն է այն ամենաթանկ հիշողությունը ամանորի հետ կապված, որ ունեք։ Չկա։ Չկա։ Հենց այն օրն էր, երբ բացահայտեցիք, որ ձմեռ պապ չկա։ Մայրս աշխատում էր մանկապարտեզում ու ամեն տարվա ամանորյա հանդեսների սցենարիստ, ռեժիսոր, պաստանովշիկ, խուդոժնիկ, ամեն ինչ մամաս էր։ Ու ես որ տեսնում եմ այդ ամեն ինչը, թե ձմեռ պապի շորը ոնց է կարվում կտորից կամ ձյունանուշի շորը, արդեն իմ համար այն որ շոուին ենք պատրաստվում ընդամենը ու վերջ։ Իսկ դուք ձեր երեխաներին ինչպես եք փորձել այդ հեքիաթը փոխանցել, որ իրենք նույնը չզգան ինչ դուք։ Ես մի անգամ փորձեցի տղաներիս այդ ժամանակ փոքր էին, ասեցի տանեմ բանը տոնածառը տենան Հանրապետության հրապարակին, գնացինք, ես մի ոտքս մեքենայից դուրս հանեցի ու չասցրի մյուսն էլ հանեի, տենց մնացի ես, այսինքն մնացի, սկսեցին իմ հետ նկարվել ժողովուրդը ու ինձ մի հատ ձմեռ պապ մոտեցավ, ասեց ախ որպես գնաց տեղից, էլի։
Ես մի օրն ենք փող աշխատում գնաց տեղից ու իմ երեխեքը ավտոյից էլ չի չան, այդ առաջի ու վերջի անգամներ, երբ որ ես իմ երեխեքին տարա տոնածառ, երեք էլ ուզում էի աղջկաս տանեի, վերջի պահին պլանները փոխվեց ու տենց էլ չգնացինք։ Շատ հետաքրքիր կերպով են անցնում նաև երեխաների համար ամանորը։ Իսկ կհիշեք ինչ-որ զվարճալի տարի, որ այսպես շատ ծիծաղաշարժ դրվագներով է անցել ամանորը, ձեզ համար Այդպես խնդալու բան եղել է 90-ականներին, երբ որ մութ ցուրտ տարիներն էին ու մենք դասարանով գնացինք մեր դասղեկի տուն ու լույսերը անջատվեց մի քանի րոպեով, իսկ երբ որ լույսերը վառվեց, սեղանին ոչինչ չկար, մենք բոլորը լսրել ենք մեր գրպանները։ Չարաճճություն էինք արել, բայց տենց խնդալու էր։ Հետո չգիտեմ, հետո երկու ստացանք։ Հետո տխուր էր։ Հետո տխուր էր։ Վերադառնալով մի փոքր ավելի ձեր ստեղծագործական կյանք, վերջին տարիների ընթացքում մի շրջան եղավ, երբ դուք էկրաններից կորել էիք եւ հեռուստադիտողը ձեզ հասցրեց իհարկե կարոտել։ Այդպիսի դադարներ կամ հիասթափություններ հաճախ են լինում մասնագիտական կարիերայի նկատմամբ։ Չեմ կարող ուրիշների տեղը փոխարեն պատասխանեմ, բայց իմ դեպքում այն ինչ որ եղավ այդ կանխամտածված չէր, բայց հաճելի էր։ Ինչ որ եղավ։ Բայց հաճախ են լինում թեկուզ փոքրիկ դեպրեսիոն շրջաններ, երբ հոգնեք ես ոլորտից եւ որոշեք գնալ։ Չէ, ես այդ աշխատանքը սիրում եմ, չի ասի որ հոգնում եմ։ Վերջերս մի հատ հրավերք ունեցա հաջորդ տարվա համար։ Ես շատ մրսկան եմ, աշխարհի մրսկան մարդն եմ, ինձ մեկ ասում են դու ինչ լեննականցի, ասում եմ ինչ կապ ունի որտեղ եմ ծնվել, մրսում եմ։ Այդ պրոյեկտը, որը պետք է նկարահանվի, դա լինելու է փետրվարին նկարանումները ու լինելու է ապարանի ամենացուրտ գյուղում։ Ես հենց իմիկանից դողում եմ, բայց համաձայնվել եմ։ Ուզում եմ հասկանալ ոնց եք դուք սարեր գնալու։ Այդ նկարահանումը հələ մի կողմ։ Հա, նու էքստրիմը կա, չէ, նկարանում սիրում եմ, ինչ էլ որ լինի, իդեպ այս վերջերս երկու օր առաջ սցենար ուղարկեցինք, ես ընդ մի հատ տեսակ արտացի, որ պետք է ձնագնդիկով խաղանք, այն լավ խաղալ եմ։ Գնել գետնին բան, այսօրվա նման հիշում եմ 31-րդ տեսարանն է, հարգելի ռեժիսոր, ես մինինգիտով հիվանդանալու եմ այդ օրը, բայց ես պատրաստ եմ դրան։ Դուք պատրաստ եք։ Մի այսպիսի նաև հաղորդում ունեցաք դուք վերջերս, խոհանոցում, այդպես էր կոչվում, երբ հավաքվեցիք բանակում հեռուստասերիալի թիմով, անձնակազմով եւ նոստալջիկ տրամադրություն եք փոխանցում հեռուստադիտողին, որպեսզի նաև իրենք վերհիշեն իրենց սիրելի հեռուստասերիալը։ Ձեզ համար ինչ նշանակություն ունեցավ այդ հաղորդումը եւ առհասարակ այդ թիմի հետ արդյոք մինչեւ այսօր պահպանում եք նաև ընկերական հարաբերությունները։ Միանշանակ ընկերական հարաբերություններ չի ասի ոչ բոլորի, որովհետև շատ մեծ քանակով մարդիկ են ներգրաված եղել այդ նախագծում, բայց այդ պրոյեկտը այնքանով է հետաքրքիր, որ նախ մենք երկար դատարից հետո նորից հանդիպեցինք, չնայած այդ հանդիպումներ եղել են ու կապի մեջ եղել ենք, ու հիշեցինք այն ինչ որ մենք արել ենք, ու իդեպ պետք է ասեմ, որ խելագարության աստիճանի բան ենք արել մենք, հիմա ենք հասկանում դա։ Ինչ առումով։ Չգիտեմ, ամեն առումով, օրինակ ես ինչ գործ ունեմ տանգը քշելու հետ։ Բա որ մեռնենք։ Իսկ բացի ձեր կերպարից, որն է ձեզ համար ամենասիրված կերպարը եղել բանակում հեռուստասերիալում։ Կարծում եմ համբարձումը։ Բոլորի սիրելի, այո, որտեղ բոլորը հիշում են դա։ Այսօր իհարկե նաև այլ նախագծեր կան, որտեղ դուք նկարահանվում եք, բայց միևնույն է ամենահիշվողը սիրվածը դա է մնում, եւ քանի որ ինքներդ նաև հումորի ոլորտում եք որպես դերասան եւ հումորի ոլորտում եք հանդես գալիս, ինչպես եք դուք վերաբերվում այն հումորին, որ այսօր հաճախ հնչում է եթերում, հաճախ քննադատում են շատերը չեն հավանում, շատերը հավանում են, որն է ձեր կարծիքով։ Տեսեք, հենց հիմա ես մասնակցել եմ մի նախագծում, որտեղ ժյուրի անդամների կազմում եմ ու պետք է տամ իմ գնահատականը ելույթ ունեցող թիմերին։ Դժվար է ինչ խոսք, որովհետև այն դպրոցը, որ մենք ենք սովորել, հումորի բնագավառի մասն է խոսքը, մի քիչ այլ ուղղվածություն ուներ ու այլ սկզբունքներ ունեին, հիմա այլ է ամեն ինչը, բայց ես ամեն ինչին նայում եմ, գիտեք ոնց, այն որ փորձում եմ գտնել դրականը, որովհետև ճիշտ է, բացասականը ասելով կամ բացասականը
արտիստին կամ նորաթուխ արտիստին ասելով դու օգնում ես նրան ինչ որ ուղղություններ ես տալիս, էդ էլ է օգնում, բայց փորձում եմ միշտ դրականով ասել, որովհետև իմ փորձից ելնելով ուզում եմ հիշեմ դեպք, որ ինձ ասել են ապրես տղա ջան, չի եղել այն դեպք։ Դա ձեզ նեղացնում է։ Դա ոչ թե նեղացնում է, ոգևորել է պետք ընդամենը։ Ես որ ասում եմ, սենց թե նենց անելու է այդ ամեն ինչ ուղղակի։ Անկամ եթե շատ լավ չես անում, պետք է որ քեզ ասեն ապրես։ Հա, պետք է, դա պետք է, ապրեք երեխեք ջան։ Իսկ ունեք չի կարելիներ ոլորտում, հումորի դաշտում, որ կարծում եք կան թեմաներ, կան ինչ-որ բաներ, որոնց շուրջ հումորը իսկապես պետք չէ լինի։ Կա, միանշանակ կա, չի կարելիները, ու այդ չի կարելիները գոտկատեղից ներքևն է, ես ուզում եմ հասկանամ ինչի համար է դա պետք, միթե այլ տարբերակ չկա, եթե չլիներ այլ տարբերակ, օքեյ, բայց միլիոն այլ տարբերակ կա։ Նաև այսօր շատ են ինստագրամյան հարթակում, օնլայն հարթակում ակտիվ հումորով զբաղվող մարդիկ, որոնք եւս հաճախ քննադատվում են այն մարդկանց կողմից, ովքեր հեռուստատեսային դեմքեր են եւ այնտեղ են իրենց հումորը կերտել։ Դուք այս հարցում ինչ վերաբերմունք ունեք։ Ես նայում եմ, որ այդ մարդը ունի պոտենցիալ, այդ մարդը ունի տաղանդ, այդ մարդը ունի էներգիա, ինձ ընդհանրապես հետաքրքիր չէ այդ մարդը որտեղ է սովորել իր կրթությունը ստացել։ Այդ մարդը կարողանում է ինձ ծիծաղեցնել, վերնեմ իրա ջանը։ Եվ հետաքրքիր է, թե այժմ ստեղծագործական ինչպիսի փուլում եք դուք գտնվում, ասացիք, որ կա արդեն մեկ նախագիծ, բացի այդ։ Հաջորդ տարվա համար թերևս այդքան է, շատ բան կան, օդի մեջ են, շատ բան չեմ ասի, բայց այս տարվա համար կարող եմ ասել, որ տարին բուռն էր իմ համար, եղավ մի քանի շարք նախագծեր, սիտկոմներ, սերիալներ, գեղարվեստական ֆիլմեր, տեսահոլովակներ, գովազդներ եւ այլն։ Այսինքն այս տարին կարող եմ ասել, որ իմ համար բուռն էր։ Շնորհակալ եմ եւ իհարկե ավարտին ես ունեմ ձեզ համար բլից հարցեր, որոնց պետք է պատասխանեք կարճ։ Ուշքս հետում է բլից հարցերի համար։ Ես գիտեի։ Գնացինք։ Ամանորյա սեղանն առանց որ ուտեստի չեք պատկերացնում։ Չեմ պատկերացնում։ Այնպես բան ասեմ, որ չի դրվում, հա, այդ սեղանին, բրինձով փլավ։ Այնպես կուտեի։ Եվ իսկապես այդպես էլ լինում է հաճախ։ Որն է ձեր հիշողության մեջ ամանորյա հոտը կամ բույրը։ Անդրացիտ ածուխի հոտը, այդ եմ հիշում, հա, փեջ ենք վառում։ 5 հատ։ Մենակ ամանորին։ Ամեն սենյակում։ Հա, այդ շրջանում եմ հիշում, հա։ Ամանորը մեկ բառով։ Մեկ բառով, ամանոր։ Չեմ սիրում։ Չեմ սիրում։ Երկու բառով։ Ձեր ստացած ամենատարօրինակ ամանորյա նվերը։ Չեմ հիշում։ Միգուցե կարող է չեմ էլ ստացել նվեր, հա, գանկը։ Կարող է դրա համար չեք սիրում։ Կարող է, գիտես։ Բայց այս տարի կարող է ասեմ ինձ ինչ նվիրեք։ Այ, իսկական պահն է։ Այս տարի խնդրում եմ ինձ նվիրեք 2 հատ ֆար մոտոյի։ Պրակտիկ մարդ։ Հա, ուզում եմ դնեմ ավտոյից կրիշին, 2 հատը դրել եմ, 2 հատ պակաս է, 2 հատն էլ որ էլի։ Եթե ամանորը մարդ լիներ, ով կլիներ նա։ Ձմեր պապին կլներ ինձ թվում է։ Ուրիշ բան չէր կարող։ Եվ ամենավերջում իհարկե դուք երգիչ չեք, այլ դերասան, բայց ես առաջարկում եմ ձեր ամանորյա ամենասիրած երգից մի այսքան հատված կատարեք մեզ համար։ Աղջիկս երգում է բան, տոնածառ պապիկ ասում տոլի։ Հա, տենց ինչ որ բան է խառնում, տոնածառ պապիկ, ջան։ Շատ լավն էր։ Եվ ձեր ամանորյա մաղթանքը ո՞րն է, Արտյոմ, այս տարվա։ Ես ուզում եմ, որ բոլորս լինենք այս ամանորին, այս նոր տարում, լինենք առողջ, լինենք հաջողակ, երջանիկ, հավասարակշռված, այդ շատ կարևոր բան է, ու տենց։ Շարունակությունը արդեն դուք ոնց կուզեք։ Հա։ Շնորհակալ եմ շատ Արտյոմ, ես էլ ձեզ եմ մաղթում ամենալավը, հաջողակ տարի թող լինի, շատ նախագծեր, բուռն ստեղծագործական ուղի, այնպես ինչպես դուք կուզեք որ լինի։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտող, իսկ այս պահին առաջարկում եմ չհեռանալ էկրաններից, որովհետև մեր գործընկեր Աշոտ Սարգսյանն է միանալու մեզ, որից հետո մենք դեռ հանդիպելու ենք։